Այսօր պատրաստում ենք իմ ամենասիրելի, ամենահեշտ պատրաստվող թխվածքներից մեկը։ Նախ 3 ձուն, 1.5 բաժակ շաքարավազի հետ լավ հարում, այնուհետև առանձին տարայում մաղով անցկացնում ենք 1.5 բաժակ ալյուրը, 5 գտալ կակաո եւ կես թեյ գտալ սոդա։ Իսկ այդ ընթացքում մեր ծփվող զանգվածին ավելացնում ենք 1 բաժակ կաթ։ Լավ հարելուց հետո ավելացնում ենք 4 զանգվածը։ Շարունակում ենք հարել։ Ավելացնում ենք կես բաժակ ձեթ, բաժակի տակ մնացած ձեթը քսում ենք տարայի հատակին։ Լցնում ենք մեզ ստացած զանգվածը եւ ուղարկում ջեռոցը 180 աստիճանի տակ 30 րոպե եփվելու։ Իմ ջեռոցը զբաղված էր, ես նույնը արեցի միկրոալիքային վառարանում։ Ջեռոցում համովություն էր տապակվում։ Անելուց հետո սպասում ենք, որ լավ սառչի եւ այսպես պատարակաղով լավ ծակծկում։ Տաքացնում ենք 1 բաժակ կաթ եւ լցնում արդեն իսկ սառած տորտիկի վրա։ Հազար տեսակ կրեմ կարելի է սարքել։ Այս անգամ ես կաթի սերուցքը լավ հարել եմ։ Առանձին տարայում հալեցրել եմ խտացրած կաթը, 2 սալիկ շոկոլադ եւ ավելացրել եմ մի քիչ կաթ։ Կաթս մի քիչ շատ է ստացվել, դուք ցանկալի է քիչ անեք։ Այդ ամբողջ մասսան լցնում եք տորտիկի վրա։ Արագ սառեցնելու համար տորտիկը կարող եք տեղավորել սառնարանում։ Կարող եք ձևավորել, կարող եք չձևավորել։ Եվ անպայման հյուրասիրում ենք ընկերներին։ Աչիմանա ինչ համով եք թխում։ Ողջույն։ Որ սիրուն է եւ ահավոր ամենը։ Կարելի համով։ Իդեպ ասեմ, որ համարը թխել։ Հա։